Բարև ձեզ։ Շատ շնորհակալություն կնոջս օգնելու համար։ Արի կյանքս շնորհակալություն։ Մերսի։ Նատալի, խնդրում եմ, պապան գիտի ինչ անում, խնդրում եմ մի խառնվիր։ Պապ ջան, էսի ուրիշի համարն է։ Ուզում ես փոլի զանգի խայտարակ լինենք։ Նատալի, խնդրում եմ, նեղացնում ես։ Պապա, խնդրում եմ։ Այն աստված նեղացնում ես։ Ջան, ինչ ա եղել։ Ինչ ես քեզ սենց պահում։ Արի գնանք մեր համար, օքեյ։ Արի գնանք մեր համար։ Ինձ թողում ես լողափին ու անհետանում, պտտվում եմ չկաս, Ալեքս։ Մենք հետ ենք գնում։ Այսինքն հետ ենք գնում։ Իբր ինչի համար եկանք այստեղ, որ հիմա էլ հետ պիտի գնանք։ Կյանքս ես հիմա քո ոչ մի հարցին չեմ կարող պատասխանել։ Խաբել չեմ ուզում ու ճիշտն էլ այս պահին չեմ կարող ասել։ Ինչ ես ուզում, որ ես ասեմ կամ անեմ։ Լսի, ես գոնե պիտի հասկանամ ինչի համար մեր համատեղ կյանքը այսքան տարօրինակ սկսվեց։ Ես քեզ խոստանում եմ, որ դու ամեն ինչ կիմանաս։ Ուղղակի հիմա չէ։ Հիմա ասա։ Կարող ես համաձայն չեմ։ Անկեղծ ես ընդհանրապես ինձ դուր չի գալիս։ Հիմա ասա ինձ ճիշտը, Ալեքս։ Եթե չես ասելու, ես իմ ծնողների հետ կգնամ։ Ու դու ինձ այլևս երբեք չես տեսնի։ Ու ես կատակ չեմ անում։ Դու հենց հիմա շանտաժ ես անում։ Չէ, շանտաժ չի։ Ընդամենն ուզում եմ ճիշտն իմանալ։ Կիմանաս։ Ես քեզ չեմ խաբել ու չեմ ուզում խաբեմ։ Ուղղակի խնդրում եմ, մի քիչ սպասի։ Ոնց սպասեմ։ Ոնց սպասեմ դու կսպասեիր։ Եթե մենք որոշել ենք մի ամբողջ կյանք իրար հետ ապրենք, կսպասեի։ Մենակ խոսքերով։ Եթե վստահեիր ինձ, ճիշտը կասեիր։ Ես գոնե պիտի իմանամ ինչի համար իմ հարսանիքը հարամ եղավ, ինչի համար եմ ես փախնում, եւ վերջապես ումից եմ ես փախնում։ Կյանքս ես օրենքի հետ լուրջ խնդիր ունեմ։ Օրենքի։ Լավ արտնացար աղա ջան։ Սարերը գետիշքան խման, գլուխս պայթում է, տարաքում է։ Մենակ թողեն գլուխ գովաս։ Տես ոնց եմ հոպարին գծերից գցում։ Տեսանք, երկու բաժակից հետո հոպարը կանգնած էր դու պարկած։ Հոպարը ոնց է։ Լավ է։ Պրոստը խեղճը իրան կորցրելա միջև հիմա չի գտնում։ Ասում էի չէ ես։ Պահ։ Իբր դու քեզ գտել ես։ Իսկ չես հիշում երեք ինչ ես արել։ Ինչ եմ արել ախպերս։ Ինչ եմ արել։ Մի րոպեով ձեզ մենակ թողեցինք եղանք խայտարակ։ Չէ, դու չեմ արել։ Հələ դու սպասի։ Վերցրու, նայ։ Բայց ի՞նչ ես գլխի սարկում, նորմալ մարդավարի քնացեք։ Նորմալ քնացեք, էս նորմալն է։ Համոզիչ չի ախպերս չկպավ։ Ես գնում եմ բաս են գալիս ես։ Ապե բայց դու վերջն ես, հա։ FBI-ը պոչներից նստած է, դու ասում ես բասեի։ Մարդ քեզնից գլուխ չի հանում։ Հա, FBI-ը պոչներից նստած է, թող իրանք մտածեն։ Իրանք մենք ինչքան փախնենք, այդքան ուզենալու են գան մեզի բռնեն, ասենք։ Արի գնանք հենց իրանց դեմն լողանանք կայֆավա տրնենք, ախպերս թող իրանք են նայեն։ Մարդ ձեզանից գլուխ չի հանում։
Էլի դու ինչ ես ուզում դու ինձնից։ Ուզում եմ իմանալ ոնց ես։ Բախ, ցավում ա մուսիկ, կուզես պաչեմ անցնի։ Լավ չես դու։ Դու լավ չես։ Դու ես քո գլուխը բռնե։ Չեմ հասկանում ինչ եղավ։ Չգիտեմ գլխիս ես ինչ ընկավ։ Կարողա ձուկ մուկ աթռե գլխիդ։ Ինչ ձուկ։ Կամ էլ ճայրը ձուենացե կպ գլխիդ անգե ցավում ա։ Լավ չես։ Ձեռ ես առնում դու ինձ։ Չեմ ձեռ առնում, բան չի ցավում։ Ինչ իմանամ։ Սենակից դուս մի արի պուպուշիկ ես։ Թե չէ գլխի ցնցում մցում ստացած չլնես, հիմիկված ճայրը թենիսի գնդակ են ածում։ Թենիսի գնդակ։ Հա, Ալեքսը ուրա։ կգա էլի։ Դու դուրս չգաս սենակից, ես գնամ տենամ ուրա գամ, հա։ Չէ, պետք չի։ Դու մի արի։ Ալեքսին ասա թող գա։ Ոնց կուզես։ Մումուսիկ ջան։ Բայց ասի ոնց կուզես։ Պապա, Նատլի խեղվիր։ պապա, արի գնանք հետ սենյակ, հա։ Ինձ հանգիսող բաբա։ Պապա, խնդրում եմ, արի գնանք հետ սենյակ։ Ոսի։ Պապա, լավ էլի։ Պապա, արի գնանք սենյակ։ Նատլի խնդրում եմ ջղերս քայքայում ես։ Պապա, խնդրում եմ։ Որպեսզի դուք չզգաք դիսկոմֆորտ, թոթրակ, իրավաբանական ծառայություններ եւ խորհրդատվություն, ձեր հարմարավետությունն ու անվտանգության ապահովումը մեզ համար առաջնահերթ է։ Զանգեք հիմա 888 980 8081 կամ այցելեք D-Star Collision Center։ Վստահելություն, արագություն եւ գերազանց սպասարկում։ Նոր տարին ենթադրում է նոր կյանք, նոր ձեռքբերումներ ու նաև նոր երիտասարդ տեսք։ Ու առաջին բանը առավել քան որևէ այլ բան, որ հետ կբերի ձեր երիտասարդ տեսքը, գեղեցիկ, փարթամ, առողջ մազերն են։ Երկակուրուքս մազերի մասնագիտացված կենտրոնը, որը մեկ օրում վերականգնում է ձեր սեփական մազերը անցավ հաճելի միջավայրում, ինչու՞ չանել այն։ Զանգեք 818 418 1111 եւ ամրագրեք ձեր օրը։ Կամ պասապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, առաջին հարկ, մուտքը փողոցից։ Սա ուղակի հրաշք է։ Հազարավոր մարդիկ արդեն արել են սա ու վայելում են իրենց երիտասարդ տեսքը։ Բա դու զանգեք 818 418 1111 Coolux։ Դուք նորից երիտասարդ եք։ Skinnovate մեծ սպայում քեզ սպասում են ամենատրենդային բյութի ծառայությունները՝ Botox, filler, microneedling, VI chemical peel, PRF, laser hair removal, laser facials, ու նաև lymphatic drainage massage dry sauna-ով։ Մենք ստեղծում ենք ոչ միայն գեղեցիկ արտաքին, այլև վստահություն։ Innovation that touches your skin։ Զանգահարիր հիմա 818 220 0220։ Ավելի քան 30 տարվա փորձառությամբ Եղնիկ ռեստորանը հրավիրում է ձեր բոլոր առիթներն անցկացնել մեր գողտրիկ անկյունում։ Մենք մատուցում ենք նաև քեթրինգ ծառայություն։ Մեր գները անհամեմատ են շուկայականից։ Մեր տեղը անփոփոխ է 13 108 Sherman Way։ Զանգահարեք հենց հիմա 818 765 1401 հեռախոսահամարով եւ մենք ձեր օրը կդարձնենք գիշարշա։ Девочка, стоп, не надо. Поверь же мне, я парень, то, что надо. Хочу я быть всегда с тобою рядом, дыханием сердца твоего. Ինչ անենք, վեր գնանք։ Կարող է քնած լինեն այդ մարդիկ։ Միջև հասնենք կարտանան։ Կվերցնենք, միտեղ կտանենք, ման կտանք, միտեղ հաց կուտենք։ Հա։ Բայց զանգենք զգուշացնեք, մարդս կարող է ուրիշ պլաններ ունեն։ Ինչ պլաններ։ Իրանց պլաններն էլ ենք մենք, ոչ լեզու գիտեն, ոչ բան։ Իրանց ամեն ինչը մենք ենք այսօր։ Լավ։ Սպասի գոնե Նատալիին զանգեմ։ Զանգ։ Մենակ արագ։ Հա, օրենքի հետ խնդիր ունեմ։ Ու FBI-ը ոչից նստած է։ Ալեքս, ինչ խնդիր։
Ինչ ես խոսում։ Ճիշտն ասած, թույլտվություն ա եղել։ Ու դեռ պետք է ապացուցել, քանի որ ապացույց չունեմ, ստիպված եմ կապիկություն անել։ Ուղղակի հավատա ինձ, նորից եմ ասում։ Իսկ եթե չէ։ Եթե չէ չկա, ինձ ուղղակի ժամանակ է պետք։ Լավ։ Իսկ կարող եմ մանրամասն իմանալ ինչա կատարվել։ Հիմա դուրս են գալիս, հետո ամեն ինչ կպատմեմ, ու ամեն ինչ կիմանաս։ Լավ։ Կյանքս պայմանավորեցինք։ Բարի լույս ձեզ։ Ոնց եք, լավ եք։ Լավ ես քուրս դու։ Լավ, դու ոնց ես։ Լավ, ես էլ լավ, մերսի։ Ռուբիա։ Ռուբիա։ Սոմա բոբո։ Պապ։ Պապ։ Նաթելի ասամ հերիքան ջղերից հազդում ես։ Ապա, զահրամար։ Արիսոն ջան, արի։ Welcome. Մամ, պապ։ Բարև ձեզ։ Ալեքս, Սոնա ջան։ Ասեն չեք եկել։ Բայց ոնց սենց դուք Մամ ջան, ստեղ ենք խոսալուն։ Մարդիկ ճամփից են եկել, հոգնած կլեն։ Մենք կոֆե տուր։ Մենք կդնենք։ Ինչ է եղել։ Ինչ եք եկել։ Պապ ջան, չես պատկերացնում, դրանք պոչուներից նստած են։ Սոնան էլ կասկածում է։ Իրա հերմերն էլ էին եկել հյուրանոց։ Բայրան չկար, ամեն րոպե կարար պայթ էր։ Սոնան գիտի։ Չէ։ Ասա մի թաքցրու։ Ոնց ասեմ, պապ։ Ամեն ինչին կարա վերջ դալի։ Ծակնավով ուզում ես օվկիանոս անցնես տղա ջան։ Չի ստացվելու։ Այ եթե ուրիշից իմացավ, այն ժամանակ հաստատ չի ների քեզ։ Չգիտեմ, պապ, ոնց ասեմ։ Ոնց կա, տենց էլ ասա։ Այդ միակ տարբերակն է այս պահին Սոնային չկորցնելու։ Լավ, բայց դեպան, դա ինչ ունա։ Այդ է ծանր դեպք է։ Հեշտ չես ազատվելու դրանից, իմանաս։ Գիտեմ։ Ուղղակի Սոնային չեմ կարող նեղացնեմ ու դրա համար ասա Ալեքս։ Բացատրի իրավիճակը։ Գնանք, պապ ջան, գնանք։ Արի։ Բայց ասեմ քեզ իզուր կանգնել, ոնց որ պոչ ունենք։ Արա դե զզվացրին էլ։ Սա մեծ մարդիկ եք, բան ու գործ չունե։ Բա լավ, ո՞նց կորցնենք սրանց։ Եղ ուր կորցնենք։ Գալիս են թող գան։ Ես իմ տուն եմ գնում։ Բարով գան։ Հարմնա։ Հարմ։ Ախպեր, հիմա ես Էվային ինչ անեմ, ուր տանեմ։ Ինչքան հեռու, այդքան լավ։ Դե ուրեմն մեզ բարի բախտ։ Այդ բախտի պահով առաջ չընկնես, արա լսում ես։ Ես էլ եմ ուզում հեռու գնամ։ Ապե, նայի հասանելի եղի մարդ ես կարողա պետք գաս։ Արա չվերցնես այդ աղջկան ու կորես։ Արդեն կորում եմ։ Կապի մեջ։ Այ Արմեն։
Էվա ջան, ինչ կխմես։ Շատ կա որ հասնենք Ալեքսենց տուն։ Դե կա էլի կհասնենք։ Մի րոպե, բայց Ալեքսը ինչի ինձ չսպասեց։ Ինչի է մենակ գնացել։ Բաղնոցի եք ուզում խաղանք, հա։ Խաղանք։ Սոնա ջան, Բալիկ ջան, խնդրում եմ, մի հատ ինձ կբացատրես, էս ինչ էր։ Ուր գնացիք, ինչի գնացիք, ինչի եկաք, կասես մի հատ։ Մամ ջան, Ալեքսին հարցրու։ Մենք ոչ մի տեղ էլ չենք գնացել, միշտ լոսում ենք եղել։ Այսինքն։ Մամ ջան, ես կնոջս հարցակնում ես։ Բալես, դուք երեկվանից Հարց չենք կերել։ Եթե հիմա հաց ես տալիս, ուտենք եթե չէ, Սոնայից վերցնեմ գնամ ռեստորան։ Պարզա։ Ուզում ես ասես մամա ջան, բերանդ փակի ու լռի։ Ահա, խնդրեմ։ Մամ ջան, հարցեր կան, որ չեմ ուզում պատասխանել, հետո։ Ինչ եք ուտելու։ Սոված մարդուն ինչ է տաս կուտենք, չէ կյանքս։ Լավ բալես։ Նստեք սեղան դնեմ։ Կյանքս։ Մաման շատ չտանջեց։ Չէ, Ալեքս, բայց մայրոնք մնացին հյուրանոցում։ Ձերոնք հանգիստ եղի, արդեն բերել իրանց։ Հոբաղման պետ չի։ Ես մի հատ արագի մեջ լողանում գա։ Ой, моя голубка. Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բերանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք։ Զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ։ Dentalux, ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentalux, գերարդիական կլինիկա 818 418 5555 Համայնքում մեծ ճանաչում վայելող Փախլավա ֆակտորին շարունակում է անակնկալներ մատուցել ու զարմացնել իր հաճախորդներին։ Լիբանանյան անուշահամ քաղցրավենիքները, պատրաստված հատուկ լիբանանյան բաղադրատոմսերով, ոչ միայն հայտնի են համայնքում, այլ նաև սիրված ու արդեն իսկ շուկայում իր տեղը զբաղեցրած։ Բազմազան տեսականի անուշահամ քաղցրավենիքներ, անգամ դիաբետիկ մարդկանց համար նախատեսված անուշեղեն։ Իսկ այս ամենը կարող եք ձեռք բերել Glendale, Encino, ինչպես նաև North Hollywood քաղաքներում։ Փախլավա ֆակտորի, նվիրեք ձեր սիրելիներին Our Family Market. Welcome to Our Family Market. Ձեր ընտանեկան խանութը, որտեղ գները մաչերին, սպասարկումը հաճելի, իսկ մթերքները թարմ ու սննդարար, թարմ ու բարձրակ մսամթերք, կատնամթերք, ընդեղեն, մրգեր ու բանջարեղեն, լավագույն գներ եւ ջերմ ընկերական սպասարկում, տեղում պատրաստվող սննդամթերք, քյուֆտա, բլինչի, սալատների տեսականի, ճաշեր ու անուշահամ խմորեղեններ։ Արաքում ու հաճելի սպասարկում Our Family Market, երբ գնումները հաճելի են ու անչափ համեղ, հիշեք այս անունը Our Family Market, զանգահարեք, պատվիրեք, այցելեք մեզ ու դարձեք մեր ընտանիքի անդամը։
Լաբրանդ, անմահական խոհանոց, նորավոր ու նրբահամ ուտեստներ, ծովամթերքների հարուստ ընտրանի, յուրահատուկ համ և գեղեցիկ մթնոլորտ, ջերմ ու արագ սպասարկում, Լաբրանդ, երբ հաշվի է առնվում յուրաքանչյուր մանրուք, կենդանի երաժշտություն և անսուքական բեմ, որը ձեր օրը կդարձնի անմոռանալի, իսկ եթե ունեք գործնական կամ բիզնես հանդիպումներ, կարող եք այն կազմակերպել մեր բացօթյա սրահում կամ առանձնանալ VIP սրահում, ունեք առիթներ, ծնունդ, կնունք ու հարսանիք, մենք այն կազմակերպում ենք բարձր մակարդակով, Լաբրանդ, համին և ոճի նրբաճաշակություն։ Էտում ես նայում։ Ասում եմ մի բան չուտենք, նոր գնանք։ Ոնց, չենք ուշանում։ Ինչից ենք ուշանում։ Դե Ալեքսի ինձ է սպասում։ Ու դու լոտոյի քաշ չես քեզ սպասի։ Իչի մի հատ համով շաբուրմա ուտենք գնանք։ Ընտիր համովա։ Ուզի։ Ինչ ուզեմ։ Ինչ ուզում ես ուզի։ Լավ դառնող եմ։ Վստահ ես։ Հաստատ։ Շատ լավ։ Ուրեմն ինձ 3 հատ շաուրմա խոզի, 3 հատ տավարի, խորոված, քյաբաբ, այն ձեր համով լամաջոներից, եթե կարելի է պիցցա, բոլոր տեսակի պիցցաներից մի քանի կտոր, աղցաններ, վերջում էլ այն համով բանջարեղեններից։ Հա, իդեպ լիմոնադ, մեկ էլ թան ամեն մեկի հետ։ Շնորհակալ եմ։ Բաբա, ես չհասկացամ։ Մենք հիմա նորից Ալեքսենց տուն ենք երթում։ Շատ իզուր։ Ես այդ տուն չեմ ուզում երթամ։ Վելեշքան։ Խոբ մի ամիս բան ենք մնալու։ Այդ չիմանաք դրանք ինչ ընտանիք են։ Մեր աղջկայիդ ինչպես են վարվում։ Բաբա, այդ միջև տալը պետք է մտածեիք։ Ձեր մոտ ցեղական է, դուք տալիս եք հետո նոր մտածում։ Արդեն ուշ է։ Ուշի։ Եթե մի բան այն չլավ է, ես իմ աղջկաս կորնեմ կերտամ Պարսկաստան։ Հա, աղջիկդ էլ վազզելով եկավ։ Սոնան նոր չի Ալեքսին ճանաչում։ Մոռանում եք, իրենք իրար երկար ժամանակա ճանաչում են։ Համ էլ Սոնան երեխա չի։ Հա, մեկ էլ դու չես երեխա։ Ծաղկակաղամ։ Արմեն ջան, Բարև ձեզ։ բարև, ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Լավ Արմեն ջան, համեցեք։ Արմեն ջան, ես ոնց եղավ որ։ Մենք մենակ չենք։ Կներեք, Ալեքսը տանն է։ Ալեքսը լոգարանում է, հիմա կգա։ Համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք ինչ եք անում այս տանը։ Սոնա ջան, ինձ մի բաժակ ջուր կտաս քուրես։ Իհարկե։ Ոնց եղավ որ։ Հիմա որ դուռը բացեք, կտեսնեք։ Շնորհակալ եմ, Սոնա ջան։ Դու Ես Ալեքսի կինն եմ։ Համեցեք ներս, ինչի կանգնած մնացիք։ մի րոպե, դու Ալեքսի կինն ես։ Այո, ես Ալեքսի կինն եմ։ Իսկ դուք երևի Ես էլ։ Անցավ։ Ուժեղ։ Հիմա հաստատ անցավ։ Կամած անցնում։ ներս գնանք։ Մի րոպե, մի հատ հստակեցնենք, էլի։ Դու Ալեքսի կինն ես։ Այո, ես Ալեքսի կինն եմ։ Մարդ չկա ոնց որ ապե։ Բայց սրանք մեր հետևից գալիս էին ոնց որ։ Հետա ջոկել են որ Ալեքսը մեր հետ չի։ Կամ էլ միտեղ են մտել, ուզում են տենան, մենք ինչ ենք անում։ Ես որ գնալու եմ տուն ու քնեմ հաստատ։ Հա, ես էլ երևի գնամ ու քնեմ։ Գնացի դե։ Դավայ ախպերս։
Ապե հեռախոսդ մոտդ պահի։ Մարդես կարող է Ալեքսը զանգի պետք գանք իրան։ Okay, դու էլ ռախսիտ ուշադիր կապի մեջ։ Okay, ցավը տան։ Հաստորեն դու Ալեքսի կինն ես։ Սոնան իմ կինն է։ Բայ եթե ինքը քո կինն է, այդ դեպքում ես ով եմ։ Ոնց դու էլ իմ ապագա կինն ես, կյանքս էլի խառնեցիր իրար։ Չես խոսում։ Գժվել ես։ Ոնց կարամ ես քո կինը լինեմ։ Մի հատ ինձ նայի, քեզ նայի։ Դու քեզ հայրու մեջ նայել ես ընդհանրապես։ Հա ի՞նչ է, ճիշտ է, դու փոքր մոքր ես, բայց այդ փոքր ալջիկների սիրում եմ։ Դնեմ թևից տակ գնամ լողանանք։ Լսի։ Ինչ։ Սոնա ջան, գնացինք բալես։ Ալեքս ջան, ավտոդ բերել եմ, մի հատ Uber կանչի մենք գնանք, էլի։ Աղբոր պես։ Կներես աղբեր, բայց պոշտերիցս կպած գալիս են, հիմա տանը դեմը կանգնած են։ Ուրեմն լսի, ես Սոնայի ամուսինն եմ։ Ամուսնացել եմ Սոնայի հետ ու սիրում եմ կնոջս։ Բայց այդ դեպքում ես ով եմ։ Մարդ, ով այս պահին օգնում է ինձ, շատ շնորհակալ եմ քեզ։ Օգնում ա քեզ։ Եթե իհարկե ուզում ես օգնես։ Իսկ եթե չէ։ Եթե չէ, FBI աշխատողներն դրան դեմն են։ Կարաս բացես, ասես, որ քեզ խաբել են։ Ու դա ինձ ինչ կտա։ Ոչ մի բան։ Մի տարի կկանչեն քեզ հարցակնության։ Մենք կարանք առանձին խոսենք։ Իհարկե կարող ենք, արի։ Մայիսի 16-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Արկադի Դումիկյանի մենահամերգը։ Բոլոր ժամանակների ամենասիրված հիթեր դարձած հին ու նոր երգերի կատարմամբ։ Ակվակալենտեի շքեղ համերգասրահի բեմում կլինի Արկադի Դումիկյանը։ Շտապեք այցելել հենց հիմա rmtickets.com տոմսերը ամրագրելու համար, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Հանդիպում ենք մայիսի 16-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում։ Ավելի քան 23 տարվա փորձառությամբ անշարժ գույքի մասնագետ Արմինե Սոլակյանը ձեզ կօգնի ձեռք բերել բնակարան շուկայի լավագույն արժեքներով։ Նրա հմուտ թիմը կերաշխավորի կարճ ժամանակահատվածում ձեր իսկ երազած բնակարանի ձեռքբերումը առանց ավելորդ մտահոգությունների։ Վստահեք Արմինե Սոլակյանին, ձեր ապագայի ամենամեծ ներդրում։ Մարինա Սամսոնը դաշնային քրեական գործերով փաստաբան է, իրավունքի պրոֆեսոր, ԱՄՆ Գերագույն դատարանի պալատի անդամ, ով ունի ԱՄՆ իրավապահ եւ արդարադատության համակարգերում աշխատանքի հարուստ փորձ։ Նրա կարիերան ընդգրկում է ինչպես մեղադրանքի, այնպես էլ պաշտպանության կողմի աշխատանքը, ինչը նրան տալիս է բացառիկ պատկերացում դատախազության եւ հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից դաշնային քրեական գործերի վարման, դրա դեմ արդյունավետ պաշտպանություն կառուցելու եւ վստահորդների շահերը լավագույնս ներկայացնելու համար։ Որպես դաշնային քրեական գործերով փաստաբան, նրա մասնագիտացումը ընդգրկում է ֆինանսական խարդախությունների եւ կազմակերպված հանցավոր խմբերի գործունեությանը վերաբերող գործեր, այդ թվում ռիկո գործեր, բանկային եւ էլեկտրոնային խարդախություններ, փոստային եւ արժեթղթերի խարդախություններ, առողջապահական եւ ապահովագրական խարդախություններ, հողերի լվացման գործեր, անձնային տվյալների գողություն եւ ֆինանսական հանցագործություններ։ Նրա առաքելությունն է պաշտպանել իր հաճախորդների ազատությունը, հեղինակությունն ու ապագան։ Flaming Flavor շաուրմա, միայն թար մսից պատրաստող հյութալի ու անմահական շաուրմաներ, հավի, տավարի, խոզի, կոմբո պլեյթեր, 6 ու 12 հոգու համար նախատեսված, սալատների տեսականի, լցոնած կարտոֆիլ ու ածուխի վրա պատրաստվող անմահական խորոված ու հյութալի քեբաբ։ Կարող եք պատվիրել Grubhub, DoorDash եւ Uber Eats տարբերակներով։ Կարող եք նաեւ համենալ մեզ մոտ ու ճաշակել հենց տեղում։ Flaming Flavor շաուրմա, Երևանյան համն ու բույրը գլնդելում։ Flaming Flavor, երբ ուտելն իսկական հաճույք է։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։
Enhance Audiology կլինիկան գործում է երկու քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Սուրճն արդեն պատրաստ է։ Շատ համով, Սոնա ջան։ Արմեն ջան, մի բան հարցնեմ։ Այս աղջիկն իսկապես քո ընկերուհին է։ Հա, մեր մոտ ամեն ինչ շատ ուղղ է, Սոնա ջան։ Լուրջ։ Չէի ասի, որովհետև ոնց որ թե ինքը ոչ մի բանից տեղյակ չի։ Ճիշտ է, մի քիչ այդպես շարիկները խաղնա, բայց ես իրան այդպես եմ սիրում, բարի աղջիկ է։ Մի րոպե, Սոնա ջան։ Ինչ է եղել։ Քուրես, մի քիչ անձնական խոսալու բան ունեմ։ Ասա, լսում եմ։ Ես ուզում եմ իրան առաջարկություն անեմ, բայց չգիտեմ ոնց։ Այսինքն ոնց։ Հենց նոր իր ներկայությամբ ասեցիր, որ քո ապագա կինն է։ Հա, դες կատակով ամեն ինչ ասում եմ, բայց այտենց օֆիցիալ չի, էլի, պաշտոնական չի։ Հա, պարզ է։ Դե նայ, պիտի իր նախասիրությունները հաշվի առնես, դա շատ կարևոր, Արմեն։ Շատ լավ աղջիկ է, բայց ռոմանտիկ չի։ Հա, դժվար կլինի քո համար։ Դե լավ, սուրճը սառեց։ Չէ, մենք սառն ենք խմում։ Հա, բայց ամոթ չի, այսքան ժամանակ իրան մենակ ես թողել։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Սոնա ջան, դու ասա ինչ կարելի է անել։ Միևնույն է, Ռուբինա։ Ես դեմ եմ։ Բաբա դե հերիք է, դեմ եմ։ Խոբ հերիք է, հոգնամ։ Հերիքի մի բան չկա։ Նորից մեզ չեն դիմավորում։ Իմանում ես հեր, որովհետև մեզ չեն սպասում, բաբա։ Պապա լավ էլի։ Դու սուս։ Վաղը մյուս օր դու ես գնալու եք նախիրի մեջ մի հատ անասունի ճակատը բաչես։ Դե հիմա ասա լսում եմ։ 250,000 250,000 դոլար։ Ու դառնում եմ քուրդ։ Ոնց է։ Վատա։ Հիմա է տագինը։ Շատ մեծ թվերից ես բռա, գլուխը չի ֆռում։ Չէ։ Էս է իմ լռության գինը։ Իսկ լավ ես մտածել։ Շատ։ Բայց փողը կեսը ուզում եմ մի անգամից ստանամ, այն մյուս կեսն էլ գործի վերջում։ Ինչ կասես։ Նորից եմ հարցնում։ Լավ ես մտածել։ Հա, շատ լավ եմ մտածել։ Ու խոստանում եմ, որ Սոնան ոչ մի բան չի իմանա։ Հանգիստ տեղի։ Իչի։ Որտեղից։ Երկնքից։ Գինը իչի։ Այդքան չարժե քո լռությունը։ Այն էլ ինչքան արժի իմ լռությունը։ Որովհետև իմ լռությունը ուղիղ կապ ունի քո հանգստության հետ, Սոնայի երջանկության հետ ու այն երազանքների հետ, որոնք օդում կախված են։ 100,000։ Հա, այդ հիմա։ Մնացածն էլ հետո։ Okay, պայմանավորվեցինք։ Հիմա ազատ ես, կարաս գնաս։ Մի բան հարցնեմ էլի, այդքան շատ ես սիրում Սոնային։ Շատ։ Պարզա։ Բայց ստեղ մի հատ մեծ հարց էլ կա, գիտես։ Ստեղ հարցերը ունեն մի հատ պատասխան։ Փողը տալիս եմ, է մնացածի տակից ոնց ուզում ես դուրս արի։ Չէ, տենց չի լինում։ Մենք իրար հետ ենք, չէ, ամուսնացել։ Ու հարցեր կան, որոնց ժամանակ ինձ քո օգնությունն է պետք։ Այ օրինակ այն հարցը, որ քուրս հենց վաղը Հայաստանից գալիս է։ Ու Ոնց։ Գալիս է հատուկ քո հետ ծանոթանալու։ Յա, խնամի ջան։ Ես ինչ ես մեջ կով կանգնել։ Ներս եկեք։ Ես մեկ ինչ նեղացած եմ։ Բաբա ջան կատակ անում, ներ կոնտրոլ բաշի։ Ներ սորի։ Անցի։ Համեցեք մամ ջան։